Խաղաղություն բոլորիս, Աստված օրհնի, մեր այստեղ գտնվելը թող պարապ չլինի, եկած լինենք Երանի թե այն ճիշտ նպատակով, որ Աստված կուզենար տեսնել մեր սրտերում, եկած լինենք Տիրոջ հետ հպվելու, եկած լինենք Աստծո խոսքը մեր սրտերի մեջ ընդունելու, ծարավով եկած լինենք, իրոք, եթե մեր սրտի շարժառիթները այստեղ գալու ուղիղ չեն, շիտակ չեն Աստծո առջև, ու մենք կարևորը կարևորելու համար չենք եկել այստեղ, կարող եմ առանց հանդիմանվելու ասել, իզուր ենք եկել, կարող եք տանը մնալ մի գոնե տանը մի օգտակար գործ կանեիք, ներող եղեք, բայց իրոք, մենք պատասխան ենք տալու Աստծուն մեր ընտրությունների համար, մեր որոշումների համար և այն ամենի համար, ինչ որ մենք արել ենք երկրի վրա, մանավանդ այն ամենի համար, ինչ որ ուղղված եղել Աստծո անվանը, ինչ որ Աստծո անունից ելնելով կամ Աստծո անվան անունը մեր վրա կրելով ենք արել, որպես Աստծո առջև Աստծո խոսքին հնազանդություն, որպես ծառայություն և այլն։ Ինչևէ, մեր վերաբերմունքը Աստծո անունով բոլոր հավաքույթներին պիտի արմատապես փոխվի։ Ցավոք, այսօր եկեղեցում, չեմ ասում միայն այս տարածքում, միտեղ մի քիչ ավել, մի քիչ պակաս, մի տեսակ շատ վտանգավոր թմրություն կա իջած ժողովրդի վրա և անտարբերության մի հատ հոգի է իջել, շունչ այդպես, և նայում ես հավատացյալները ցավոք ինչով որ նախ և առաջ պիտի զբաղված լինեն, դրանով չեն զբաղված և ինչով որ պիտի կարևորելու լինեն, դա չեն կարևորում ու այդպես շատ թանկ օրեր և ամիսներ ու տարիներ են անցնում ու ըստ էության անպտուղ հավատացյալի կյանքում, անպտուղ, անարդյունք, բայց չէ որ այդ տարիների համար էլ Տերը մեզ, այդ օրերի համար էլ Աստված մեզնից հաշվետվություն է պահանջելու, ես որքան գիտեմ, այստեղ հավաքույթը 9:30 է սկսում, բայց կարելի ասել միշտ 10-ից հետո է ժողովուրդը հավաքվում հիմնականում, շատերը գալիս են 10-ից հետո, էլ չեմ ասում շատերը ավելի ուշ, կլինեն բացառիկ դեպքեր, որ ասենք իրոք օբյեկտիվ պատճառներ կան, աշխատանքից է կամ շատ ուշ է քնել այդ օրը և այլն, բայց երբ որ այդ վատ արարքը դառնում է սովորություն, այդ արդեն շատ մեղադրելի է Աստծո աչքերով նայված։ Ու ասեմ, ուրիշ անգամ էլ եմ ասել, հաստատ գիտեմ, հավատալով եմ ասում Աստծո խոսքին, որ ինչպես Հիսուսն ասեց առակի մեջ, եթե քիչ բանի մեջ դուք հավատարիմ չեք, շատը ով ձեզ կվստահի։ Եթե փոքր բաների մեջ դուք չեք սովորում հավատարմություն դրսևորել, այն մեծ բաները Աստծուց ոնց եք ակնկալում, այսինքն Աստված ինչ հիմքերի վրա կտա մեծ բաներ։ Փոքր բաները այս երկրավոր բաներն են։ Այն ինչը որ մենք որպես մարդ, մենք պիտի մեզ կարգավարժանքի ենթարկենք, պիտի մեր անձերին հսկենք, մեզ մի խոսքով, այն ամենը ասենք, որ մենք կարող ենք դա անել ու պատասխանատվություն վերցնելով մեզ վրա, որպեսզի չլինի թե մենք Աստծո անունը ծաղրողներ ու անարգողներ լինենք։ Ու մենք օրինակ ենք, մենք մեզ համար միայն չենք ապրում, մենք ապրում ենք մեր ընտանիքների մեջ, մենք օրինակ ենք ծառայում նախ մեր ընտանիքի մյուս անդամներին, այնտեղ շրջապատում ապրողներին, մեզ ճանաչողներին, և այդ մարդիկ մեզ նայելով ինչ-որ եզրակացություններ են անում, եզրահանգումներ են անում հավատքի Աստծո մասին և այլն։
Ինչ վկայություն է տալիս իմ քո կյանքը շրջապատին, ինչ վկայություն։ Երանի թե իրոք հասկանանք, ինչպիսի մեծ պատասխանատվություն ենք վերցրել մեզ վրա, հավատացյալ կոչվելով, Քրիստոսի անունը մեզ վրա վերցնելով։ Երանի իրոք։ Մի թռչուն կա, շատ հետաքրքիր բնավորություն ունի այդ թռչունը, իր ձագերը դնում է ուրիշ թռչունների բներում և մեր գրողներից կկվի մասին չէ, պատմություն էլ կա գրված, այնտեղ ներկայացված է որպես հիմար կկու, այդ թռչունը կկուն է։ Ու ժողովրդական ասացված կա նաև, որ ինքը անդադ բունը փոխում է իր բույնը, հոտ առնելով այդ բներից, մինչդեռ հոտը իրանից է գալիս։ Եվ իրոք ասում են այդ թռչնի մսից հոտ է գալիս ինչ-որ։ Այսինքն խնդիրը ինքը բների մեջ է տեսնում կամ դրսում է փնտրում, պատճառը դրսում է ըստ իրեն այդ թռչնի համար, բայց խնդիրը իր մեջ է։ Այսօր շատ մարդիկ այդ կկվին նման են։ Ու այդ կկվի նման փոխում են իրենց տեղը, իրենց շրջապատը, իրենց հարաբերությունները, իրենց ընկերներին, չգիտեմ, շատ բաներ են փոխում, որպեսզի իրենց համար լավ լինի, որպեսզի իրենց համար ըստ իրենց իրոք այն խնդիրները, որ կային վերանան այլևս, բայց տեսնում են, որ խնդիրները էլի մնում են, խնդիրները չեն փոխվում, նույն խնդիրները կան։ Ինչն է պատճառը։ Ուրեմն այդ կկվի նման մարդիկ ու գիտեք, թողենք բոլոր մարդկանց, մենք գանք հավատացյալների որոշ խմբի, որոնք հավատացյալ են դարձել եւ ցավոք այս կկվի նման վարվելով, այսինքն շատ դեռ շարունակում են այս նույն ընթացքը ու խնդիրը դրսում են փնտրում, մեղավորներին դրսում են փնտրում, իրենց հանգիստը խաթարվելու պատճառը դրսում են փնտրում։ Մի խոսքով մտածում են, որ եթե դրսի պայմանները փոխվեն, եթե ամեն ինչ դրսում լավ լինի, իրենք նույնպես լավ կլինեն, կխաղաղվեն։ Մեկը կեսուրին է ուզում փոխի, մյուսը հարսին է ուզում փոխի, կամ հեռանան իրարից, մյուսը, չգիտեմ, այնտեղ տան անդամներից ուրիշ, այս ինչն է մեղավոր, այն ինչն է ինձ հունից անում, այն ինչն է եւ այսպես այնպես, մի խոսքով։ Բայց ավետարանը ասում է, որ հոտը քեզանից է գալիս, քո հին մարդուց։ Պրոբլեմը մարդու մեջ ավետարանն ասում է, որ հենց դու ինքդ ես քո պրոբլեմը, քո հին մարդը, Ադամից ժառանգած այդ բնությունը, ընկած մարդու բնությունը, մեղքի բնությունը, եսակենտրոն էությունը քո։ Սա է քո պրոբլեմը, բոլոր այդ տհաճ հոտերը, տհաճ զգացողությունները, որ դու ունենում ես, մեղավորը դու ես, քո ներսում է խնդիրը։ Եթե ստացվի այնպես այդ հրաշքը տեղի ունենա, իսկ Հիսուսը խաչվել է եւ իր արյունը հեղել է հենց դրա համար, որ այդ հրաշքը մի օր տեղի ունենա քո կյանքում, որ դու տեսնես նախ պրոբլեմը իրական, անկեղծանաս խոստովանես եւ ասես Տեր, ոչ կինս է մեղավոր, ոչ ամուսինս, ոչ չգիտեմ կեսուրը, ոչ մեկը մեղավոր չեն, ոչ երեխաները, ոչ աշխատանքային ընկերը, սա նա մեղավորը ես եմ, խնդիրը իմ մեջ է, իմ սիրտս փոխված չի, իմ ներսում մի զզվելի էություն, բնություն կա, և ես պատճառները դրսում եմ միշտ փնտրել, հոգնել եմ Տեր, ինձ դու եկել ես ինձանից ազատես, իրականում շատերը սխալ են հասկանում ավետարանը և սրանից նրանից են ուզում ազատվեն, մինչդեռ Աստծո խոսքը ասում է, որ ես եկա, որ քեզանից ազատեմ։
Եթե դու չազատվես ինքդ քեզանից, կստացվի ավետարանը իզուր էր քեզ համար։ Եվ Աստծո արածը, Տիրոջ վճարած այդ թանկինը այդպես էլ քո կողմից չգնահատվեց ու չարժևորվեց։ Առաքյալն ասում է Պողոսը՝ մի խաբվեք, Աստված ծաղր չի լինի։ Ու խաբվում ենք ոչ թե ուրիշներն են մեզ խաբում, մենք ենք մեզ խաբում։ Մարդն է ինքն իրեն խաբում։ Մարդու սիրտն է իրեն խաբում։ Եթե խաբողը մեր ներսից չլինի, դրսից ոչ մեկը մեզ չի կարող խաբել։ Սա հստակ։ Եթե խաբողը մեր ներսից չլինի, դրսից ոչ մեկը մեզ չի կարող խաբել։ Ուրեմն ներսում մեր խաբվելու մղում կա, խաբվելու ցանկություն կա։ Մեր սրտի ուզածի հետևից գնալու դեռ ցանկություն կա, դրա համար էլ խաբվում ենք ու խաբում ենք ինքներս մեզ։ Եվ արդյունքը որքան դառը կլինի, եթե մենք շարունակենք խաբված ապրել, խաբված, ինքներս մեզ խաբելով։ Եվ իրականում, երբ մեկը ինքը խաբված է, ինքն իրեն խաբում է, ուրիշներին էլ կխաբի։ Դա էլ ճշմարտություն է։ Դու խաբված լինելով խաբելու ես նաև ուրիշներին։ Ինչպիսի մեծ պատասխանատվություն կա ամեն մի հավատացյալի վրա։ Որքան շուտ արթնանանք, այնքան մեր շահերից է բխում, բացարձակ շահերից։ Իրոք, հին մարդը այդ հոտի, այդ տհաճ հոտի պատճառն է, այդ կկվի հոտի հետ կապված զուգահեռ եմ ես անցկացնում, ինչ ուզում ես արա, ոնց ուզում ես խնամիր հին մարդուն, ինչպիսի վերաբերմունք ուզում ես ցույց տուր, շատ այդպես խնամիր, չգիտեմ, լվա, ինչ ուզում ես արա։ Իհարկե ես նկատի չունեմ մարմնի խնամք տանելը, մարմինը խնամքի կարիք ունի միշտ։ Առաքյալն ասում է մարմնին մի տարեք, խնամք մի տարեք ցանկությունների համար, այսինքն ցանկությունները մարմնի կատարելու հարցում խնամք մի տարեք, որտեղ մարմինը շատ բաներ է ցանկանում, բայց այն բնականի մեջ, այն ինչը որ նորմալ է, բնական է, դրա խնամքը կա, միշտ կարիքը կա։ Բայց այստեղ ես նկատի ունեմ, որ հին մարդուն, մեր Ադամից ժառանգած այդ հին էությանը, ինչքան էլ ուզում ես փոխիր, չի փոխվի նա։ Նա այդ տհաճ հոտը արձակելու է։ Էությամբ այդպիսին է այդ մարդը։ Եվ շատ զզվելի է նախ հենց Աստծուն այդ հին մարդը։ Դրա համար Աստված այդ մարդու համար մի բան սահմանեց։ Հռոմեացիս 6:6-ում գրված է, եւ զայս գիտնանք, որ մեր հին մարդը անոր հետ, նրա հետ խաչը ելավ։ Աստված այդ հին մարդուն հարցը Քրիստոսի մեջ լուծել է եւ խաչն է հանել։ Բայց զայս գիտնանք, ասում է, բայց սա գիտնանք, իսկ երբ գիտնանք։ Քանի տարի է պետք որ գիտենանք, որ մեր հին մարդու հարցը Աստված Քրիստոսի մեջ լուծել է, որպեսզի մենք այլևս մեղքին չծառայենք։ Շարունակության մեջ ասում է, որպեսզի մեղքի մարմինը փչանա, այսինքն մեղքի ծառայությունից դուրս գանք։ Դրա համար այդ հին մարդու իրականությունը, ով այդ հին մարդը եւ ինչ այրենից ներկայացնում, Աստված Աստծո հոգին եկել է Աստծո խոսքի լույսի մեջ բաց անելու մեզ ու ցույց տալու ամեն մեկին իր հին մարդուն։ Եվ մենք մեզանից հիասթափվելու կարիք ունենք, ոչ թե ուրիշից, տեսնելով մեր հին մարդուն, այդ ապականվածին, ինչպես Եփեսացիների նամակի մեջ 4-րդ գլխում այդպես է գրված, ասում է այդ համարը հետևյալն է ասում, Եփեսացիս 4 ու 20-ից կարդամ, բայց դուք այսպես չսորվեցաք Քրիստոսը։ Վերևում խոսելով իհարկե այն հեթանոսների ապրած կյանքի մասին, որոնք օտարացած են Աստծո կյանքից եւ այլն, որոնք անզգա լինելով իրենց անարակության տվին, ամեն կերպ պղծություն գործելու եւ այլն, ասում է, բայց դուք այսպես չսորվեցաք Քրիստոսը։ Դուք եթե հավատացյալ դարձաք, դուք Քրիստոսին այսպես չեք սովորել, այսինքն Քրիստոսը որպես ճշմարտություն, որտեղ մեր դասը Քրիստոսն է, ով որ իրապես գալիս է Քրիստոսին, նա սկսում է սովորել, յուրացնել Քրիստոս դասը։ Եվ ասում է, եթե անոր վրայով լսեցիք եւ անկես սորված եք,
նրա մասին լսեցիք եւ նրանից սովորած եք, նա է իր հոգիով մեզ սովորեցնում իր խոսքով։ Եվ ինչ ենք սովորում, ինչպես ճշմարտությունը Հիսուսի մեջ է, Քրիստոսի մեջ է ճշմարտությունը։ Սա մենք նրանից պիտի սովորած լինենք, որտեղ նա է ճշմարտությունը։ Եվ 22 խոսքն եմ ուզում կարդալ այստեղ, ընդգծել, որպեսզի ձեր վրայեն մեկդի հանեք այն ձեր առաջվա վարմունքին պես եղած հին մարդը։ Ինչու Հիսուսը եկավ, նոր մարդը երկնքից, Քրիստոսը եկավ, որպեսզի դուք ձեր վրայից հանեք այն ձեր առաջվա վարմունքին պես եղած հին մարդը։ Եվ ինչպիսին է այդ մարդը։ Խաբեբաց ցանկություններով ապականվածը։ Ահա այդ ուրեմն մարդու գնահատականը Աստծո խոսքի համաձայն խաբեբա ցանկություններով ապականվածը։ Այս ապականված բառը համարժեք է հենց այդ բառին, որ մարդը մահանում է, չէ, մարմինը սկսում է ինչ լինել, դիակը։ Այս բառն է սա։ Ինչ հոտ կգա այդ դիակից։ Կարծում եմ բոլորս էլ գիտենք։ Այդ հոտը գալիս է հին մարդուց։ Ուղղակի հոտառություն ունենալը պետք։ Աստծո համար այդքան զզվելի է հին մարդը։ Մինչդեռ մենք կկվի նման մեր բունն ենք փոխում, շրջապատն ենք փոխում, ասում ենք երևի հոտը սրանից է, նրանից է, չէ, հոտը հին կյանքից է, հին էությունից է, ինչքան պիտի մենք հարմարվելով, չէ, այդպես մեզ հարմարավետ զգալով շարունակենք ապրել այդ անարգ, այդ, չգիտեմ, զզվելի ամեն կերպ ուրեմն տհաճություն պատճառող հին մարդու հետ։ Արդյոք այն ինչ որ ասվում այմար, իրոք հավատում ենք, որ սա ճշմարտություն է։ Կա մարդ, որ չի հավատում այստեղ։ Ես ավետարանի խոսքերն եմ կարդում եւ հիմնավորումը ավետարանով պիտի լինի։ Այդպիսի գնահատական կա հին մարդու։ Իսկ չկա մեկը, որ Ադամից ծնված այդ հին մարդը, այդ հին բնությունը իր մեջ չունենա։ Ու մեր պատերազմը ըստ էության մեր հակառակ կենալը հենց մեր ներսի, մեր այդ հին էության հետ դեմ պիտի ուղղված լինի, ոչ թե ուրիշների։ Մենք հաճախ փորձում ենք ուրիշների հին մարդու հարցը լուծել, բայց իրականում մենք կեղծավորություն ենք անում։ Ղուկասի ավետարանի մեջ մեր Տերը այսպես է ասում, կարդամ այդ հայտնի հատվածը, որ Ղուկասի 6-րդ գլխից, Ղուկասի ավետարան 6-րդ գլուխ, 41 խոսքից, և ինչու քու եղբորդ աչքի միջի շուղը կտեսնես, ու քու աչքիդ միջի գերանին չես նայեր։ Ինչու։ Հարց է տալիս։ Եղբորդ աչքի միջի շուղը տեսնում ես, բայց քո աչքի մեջ գերան կա, հələ շուղն ու գերանը փորձեք համեմատել իրար։ Ու չես նայում քո աչքի միջի գերանին։ Կամ ինչպես կրնաս ասել քո եղբորդ. Եղբայր, թող տուր, որ քո աչքի միջի շուղը հանեմ, եւ դու քո աչքի միջի գերանը չես տեսներ։ Ինչպես ես ուզում այդ եղբորդ աչքի շուղի հանելու հարցը լուծես։ Դու քո գերանը դեռ չես ուզում տեսնես։ Եվ շարունակության մեջ ինչ է ասում։ Կեղծավոր, առաջ քո աչքից գերանը հանե, ու ետքը պարզ պիտի տեսնես քո եղբորդ աչքի միջի շուղը հանելու։ Երբ որ մենք մեր աչքի մեջ գերան կա, ուզում ենք ուրիշի աչքի շուղը հանենք, ուրիշի աչքն ենք հանում, շուղը հանելու, այսինքն այդպիսի վնաս ենք տալիս, ես պատկերավոր ասած եմ ասում։ Եթե քո աչքի մեջ գերան կա, այդ շուղը ոնց կտեսնես կհանես դու։ Դու այդ աչքը կտաս կհանես, դու միայն վնաս կտաս, ուրիշին շտկել ցանկանալով, ուրիշի խնդիրը լուծել ուզենալով որպես թե։ Դու քո խնդրի վրա կենտրոնացի, քո աչքի մեջի գերանին նայիր, ասում է, արդյոք այդ գերանը իսկապես դուրս է եկել մեր աչքերից, չկա էլ,
մեր տեսողությանը խանգարող այդ գերանը։ Իրոք մեր հոգևոր տեսողությունը կարքին է, ամեն ինչ լավ է, մենք ճշմարտությունն ենք տեսնում, Աստծո լույսի մեջ ենք քայլում եւ լույսի ճշմարիտ լույսով ենք ամեն ինչ տեսնում ու գնահատում, ամեն մեկը պիտի ինքը նայի։ Տեսեք, եւ շարունակության մեջ կապ կա այս հատվածից հետո անմիջապես ասում է, քանզի չկա բարի ծառը, որ չար պտուղ բերե, ոչ էլ չար ծառը, որ բարի պտուղ բերե։ Վասնզի ամեն ծառ իր պտուղեն կճանչեցվի։ Այնտեղ ամեն ծառ իր պտուղեն կճանչեցվի եւ փուշերից թուշ չեն խաղում, մորենից խաղող չեն ժողվում, այսինքն ամեն ծառ իր հատուկ պտուղն է տալիս։ Եվ իրոք, քանզի չկա բարի ծառը, որ չար պտուղ բերե։ Մատթեոսի ավետարանը ասում է կամ ծառը բարի արեք եւ պտուղը բարի, կամ ծառը չար եւ պտուղը չար։ Այս ընտրությունը դու պիտի անես, կամ ծառի խնդիր կա այստեղ։ Դու այն անցած անգամ ես այս մասին խոսում էի, որ այդ երկու ծառ կա, չէ, Աստծո առջև։ Մեկը Ադամ ծառն է, մյուսը Քրիստոս ծառը, եւ երկնքից իջած մարդն է, երկրորդ Ադամն է։ Դու որ ծառի վրա ես, որ ծառի ճյուղն ես, այդ ծառի պտուղն էլ տալու ես դու։ Ու ինչ ուզում ես արա, եթե դու չես ուզում հրաժարվես քո հին ծառից, Ադամ ծառից, այդ հին մարդուց, դու ուր էլ ուզում ես գնա, քո տհաճ այդ հոտը, քո այդ տհաճ, չգիտեմ, մարդուց այդ հին մարդուց բխող բոլոր զզվելի դրսևորումները ամենտեղ հայտնի են գալու։ Եվ ցավոք փոխանակ արմատապես հավատացյալը լուծի այս խնդիրը, իրականում ինչով են զբաղված շատ հավատացյալներ, այդ տհաճ գարշահոտության վրա օծանելիք են ցանում, որ քողարկեն գարշահոտությունը։ Օծանելիքով խնդիրը չի լուծվի։ Դու օծանելիք, գիտեք, ասենք, ինչ օծանելիքի դեր ինչը կարող է խաղա։ Իրականում եթե մարդը չի գիտակցում, որ խնդիրը իրոք ծառից այդ ճյուղի կտրվելու եւ Քրիստոսի վրա վերահաստատվելու հարցն է դրված։ Դրա համար հին ուխտի մեջ կա այնտեղ, որ Իսրայելը գնաց, չէ, Աստված առաջնորդեց Մովսեսի եւ Հեսուի միջոցով, որ այդ երկիրը նրանք պիտի ինչ անեին, գնային եւ գրավեին, բայց մինչեւ գրավելը նրանք այնտեղ ազգեր ժողովուրդներ կային, որոնց պիտի կոտորեին։ Այնտեղ ամորացի կար, քետացի կար, հեբուսացի կար, խևացի կար եւ այլն։ Մի շարք եւ ովքեր էին սրանք, որ Աստված ասաց չխնայեք նրանց, բոլորին կոտորեք։ Հոգևոր խորհուրդ է քետացու, խևացու, հավաքական այդ ժողովուրդները մեր հին մարդն են։ Ասենք պայմանական օրինակ եմ ասում, քետացին հպարտությունն է, չէ, օրինակ խևացին մեր նախանձ բնությունն է, հին մարդու հատկությունները բոլոր եւ այդպես ես նայում եմ իրոք քետացի, ասենք գիտեք, թարգմանաբար նշանակում է սարսափելի։ Խևացի չար է նշանակում թարգմանաբար։ Մի խոսքով հեբուսացի կողկրտված, տրորված, տարբեր ուրեմն սրանք խորհուրդներ են եւ առանց Աստծո խոսքի Սուրբ Հոգու օգնության այդ ծածկոցը, եթե մի կողմ չի տարվում, մենք մեր կարդացած ուղակի, չգիտեմ, մեզ համար նույնիսկ դժվար հասկանալի պատմություններ են ընդամենը դառնում, բայց Աստծո խոսքը ունի հեղինակ եւ այդ հեղինակը նայում է Սուրբ Հոգին, Աստծո Հոգին, թե ով ունի ցանկություն խոնարհվելու, իսկապես ճշմարտությանը հնազանդվելու եւ նրանց սրտերի մտքերի հետ է աշխատանք տանում ու ծածկոցը տանում է մի կողմ եւ ցույց է տալիս իրական խնդիրը եւ նաեւ մեր մեջ դնում անկեղծ անհանգստություն, որ մենք աղաղակենք, ահա խնդիրը տեսա, Տեր ցույց տվեցիր, ազատիր ինձ, ազատիր, խնդիրը իմ մեջ է, իմ հին մարդն է։ Եվ փոխվելով իրոք ավարտելով խոսքս ես ուզում եմ նաև ասել, որ Աստված միայն ցույց չի տալիս այդ ապականված հին մարդուն եւ նրա այդ գարշահոտությունն ու զզվելի այդ էությունը ամբողջովին,
իսկապես ապաշխարելուց վերստին ծնվելուց հետո երկրորդ Կորինթացիների երկրորդ գլխում այսպես է գրված երկրորդ Կորինթացիներ Պողոս Արաքյալի ուրեմն նամակներից Կորինթոսի եկեղեցուն ուղված հետևյալ ահա խոսքը 2:11 երկրորդ Կորինթացիներ կներեք ես սխալ եմ նշել ուրեմն հետևյալ համարն է ասում է վասնզի մենք Քրիստոսի անուշ հոտն ենք փրկվածների մեջ եւ կորսվածների մեջ այո ուրեմն վասնզի մենք Քրիստոսի անուշ հոտն ենք ով ենք մենք Ադամի մեջ մենք այդ գարշահոտն էինք անկախ նրանից ում ցեղից էինք որքան կրթված էինք որքան զարգացած էինք արական ցեղից էինք թե իքական վերջապես ազգը որն էր ոչ ամեն ինչից անկախ մենք Ադամի մեջ այդ գարշահոտությունը այդ ապականվածը իսկապես ինչպես կարդացի հենց մենք դա էինք բայց տեղափոխվելով Քրիստոսի մեջ մենք ով ենք դառնում Քրիստոսի անուշ բույրն ենք բուրմունքը մենք Քրիստոսի անուշ հոտն ենք եւ փրկվածների եւ կորսվածների մեջ իրոք եկեք անկեղծանանք եւ խորենք եթե մենք այդ անունը մեզ վրա ենք վերցրել մենք մեծ պատասխանատվություն ենք վերցրել մեզ վրա խիստ մեծ պատասխանություն ինչ հոտ ես տարածում դու քո ապրած կյանքը ինչ հոտ է տարածում Ադամի հին մարդու այդ գարշահոտությունը թե նոր մարդու երկրորդ Ադամի Քրիստոսի անուշ բույրը եկեք ոտքի կանգնենք իրոք մատը մեր վրա ուղենք ամեն մեկը իր վրա եւ Աստծո առջև կեղծավորություն չանենք եւ ասենք Տեր խնդիրը ես եմ իմ մեջ է խնդիրը լուծիր իմ խնդիրը լուծիր Տեր ես ազատվեմ իրոք իմ հին մարդուց այդ չներող սրտից այդ անհամբեր էությունից իմ այդ անհավան չհավան իմ հին մարդու բոլոր այդ զզվելի հատկություններից չգոհացող դժգոհող տրտնջացող եւ բոլորը այդ սա հին մարդն է